Ես Միացյալ Նահանգներում եմ, ողջույն հարգելի բարեկամներ, հետևում էի փոխնախագահ Ջեյ Վենսի այցին Հայաստան, աշխատում էինք ուղիղ եթերում եւ քանի տանն եմ երկու բառով ներկայացնեմ ստեղծված իրավիճակը, բնականաբար սա ջախջախիչ հարված էր բոլոր ճուզողներին, բոլոր քրեա օլիգարխիկ եւ գողապետական իրականության նվիրյալներին, այլ մարդկանց, ովքեր տարիներով քարշ են տվել մեր անպաշտպան ու փոքրիկ երկիրը իրենց զարթուղի արահետներով եւ այդ արահետները որևէ բարեկեցության ուղղակի հասցնել չէին կարող եւ մենք մեր մաշկի վրա դա զգացել ենք այդ ճանապարհները, որոնք մեզ տանում էին պատերազմի, հավերժ թշնամանքի, սին հասկացողությունների, կեղծարարության, զեղծարարության, ընտրակաշառքների, ընտրակեղծության, գողապետության, թալանի, անմարդկային պայմանների, ամբարտավան, անկիրթ, մի խոսքով բոլոր բացասական բաները կարող եմ ասել եւ այդ արահետներն էր, որ մեզ լարեց մեր երկրից, մենք փախանք մեր երկրից եւ փորձեցինք գտնել բարեկեցություն օտարափերում եւ գտնելով բարեկեցությունը այնուամենայնիվ փորձեցինք մայր հայրենիքի հետ կապ հաստատել եւ ապրել, աշխատել ու ստեղծագործել արդար ու արժանապատիվ կյանք կերտելով։ Եվ քանի որ ես Միացյալ Նահանգների քաղաքացի եմ եւ Միացյալ Նահանգները այն երկիրն է, որին ես հավերժ շնորհակալ պիտի լինեմ, որովհետեւ այն ամենը ինչ ունեմ, դա բացառապես Միացյալ Նահանգների օրինապաշտ ու գեղեցիկ տրամաբանության մեջ արդար արժանապատիվ միջավայր ստեղծելու շնորհիվ է, ես երազում եմ, որ նման բարքեր ու կարգեր լինեն նաև Հայաստանում։ Եվ տեսնելով Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը, որը ի դեպ Հայաստան երբևէ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է, ես ցանկանում եմ, ես երազում եմ, որ այդ այցելությամբ մեկնարկի այն արժանապատվության ուղին, որը իմ ժողովրդին ու իմ երկիրը տանելու է հնարավորինս մեր հնարավորության սահմաններում բարեկեցության ճանապարհով։ Ինչու եմ լավատեսությամբ լցված։ Ես առանձնապես լավատես չեմ, իմ էությամբ, բայց այս պարագայում լավատես եմ, որովհետև ես տեսնում եմ, թե ինչ է առաջարկում հակառակորդ կողմը։ Հասկանում ես։ Այս կողմը, այն երկիրը, որում ես ապրում եմ, ես իմ տուն-տեղ, իմ աշխատանք, ես կոպեկներով եկել եմ Միացյալ Նահանգներ եւ կարողացել եմ առանց թալանի, առանց խաբեության, առանց այդ ռուսական գողական կռիշես, թաղի նայողը բան, առանց դրանց ապրել եւ արարել ու Հայաստանում բարեկեցություն կերտել նաեւ իմ ու իմ հարազատների համար, տեսնելով այդ ամենը, ես լավատեսությամբ եմ, որովհետև Միացյալ Նահանգների փոխնախագահը գալիս է բան ու ասում է, որ թրիփը խաղաղության երաշխիք է, ասում է, որ միլիարդավոր դոլարի ներդրումներ է դնելու, ասում է, որ բացառիկ չիպերի արտադրությամբ է զբաղվելու իմ երկիրը, ասում է, որ մոդուլային ատոմակայանի եւ ընդհանրապես խաղաղ ատոմի զարգացվածության եւ գործունեության հետ կապված որոշակի համագործակցություն է սկսվում, ասում է, որ տարածաշրջանում հաստատվում է խաղաղություն եւ Միացյալ Նահանգները այդ խաղաղությունը տեսնում են եւ օժանդակում են այդ խաղաղությանը, ասում են, որ ժողովրդավարությունը եւ բարեկեցությունը Հայաստանի Հանրապետությունում հիմք են դրվել եւ աջակցում են այդ ժողովրդավարությանը, նա ուղղակի անտեսում է այս սուտասան խաբեբա այլանդակ որոշ գործիչների այդ կեղծ թեզերը, թե իբր մեր մոտ բռնապետություն է, թե մեր մոտ հալածում են, սպանում են, կեղեքում են, 37 թիվն է, դա ուղղակի, այսպես ասած, ապտակ է, որովհետև այն մարդիկ, ովքեր տանապես բռնապետություն են կոչում Փաշինյանի վարչակազմը եւ Փաշինյանին ընդհանրապես բռնապետ են կոչում, իրանք բացարձակ պատկերացում չունեն բռնապետությունը ինչ է իրենից ներկայացնում, ասեմ ավելին, եթե 37 թվականի հետ համեմատականները անցկացվում, հարց եմ տալիս, ինչ գործում են այդ Կ լրագրողները
բնագավառում։ 37 թվական հիշատակող Կ տեսակի լրագրողները պիտի առնվազն թարմացնեն իրենց պատմական գիտելիքները, որովհետև 37 թվականին լրագրողներ, եթե կային իհարկե, այդպիսիք նրանք անհետ կորում էին ոչ միայն նրանք, այլև նրանց բարեկամները, ծանոթները եւ այսպես կոչված ազգի թշնամի վրագ народը, կոչված ահավոր պիտակը, որով դաջում էր խորհրդային հասարակությունը կամ վերնախավը, այս կամ այն գործի նրանք տասնամյակներով ապաքինվելու շանս չէին ունենում, եթե իհարկե ապրելու շանս ունենում էին։ Դրա համար բռնապետություն կոչել մի հասարակարգ, որտեղ ազատ մեդիան անբռնազբոս, բացարձակ որևէ խաղի կանոններին չի ենթարկվող Կ լրագրության ջատագովները ինչի մասին ասես խոսում են ու ինչ ասես խոսում են ու նրանց հետևից չեն գնում, ոչ մեկի ոտքերն ու վերջույթները չեն պոկվում, չեն կոտրվում, ասեմ ավելին, նրանք էլի շարունակում են իրենց գործունեությունը, դա գալիս է ապացուցելու, որ դա ուղղակի զազրախոսություն է։ Երկրորդը, Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը մեր երկիր եւ այն դրական բառամթերքը, որ օգտագործվում էր, իսկ դիվանագիտության ու քաղաքագիտության մեջ ամեն մի բառը, ամեն մի մեկնաբանությունը իր ուրույն կշիռն ու տեղը ունի, խոսում է նրա մասին, որ Միացյալ Նահանգները որպես ժողովրդավարության երաշխիք եւ գերտիրություն, աշխարհի գերտիրություն կանաչ լույս է վառում Հայաստանի համար, Հայաստանի ղեկավարության համար եւ Ջեյ Դի Վենսը հստակ ազդանշան տվեց կամ ազդանշան չէ, հստակ ասեց, որ Միացյալ Նահանգները ուզում է անցնել այս ճանապարհը Հայաստանի հետ, նա հարթում է այդ ճանապարհը Հայաստանի համար եւ նա հույս է կապում այս իշխանությունների հետ։ Եվ այս հայտարարությունից հետո շատերը, կարծում եմ, սկսեցին կախվել բառերից, ահա, սա նախընտրական քայլ էր, նախընտրական արշավ էր եւ Փաշինյանին փրկելու համար է Ջեյ Դի Վենսը գալիս։ Եթե Փաշինյանը այնքան կա, որ կարողանում է աշխարհի գերտիրության երկրորդ մարդուն բերել, որպեսզի նա ջատագովը լինի իր ընտրապայքարի, ուրեմն կարծում եմ Փաշինյանը վերընտրվելու եւս մեկ շանսի գոնե արժան է։ Ես վստահ եմ, որ նա չի բերում որևէ մեկին իր քարոզի համար, որովհետև ցանկացած առողջ բանականություն ունեցող մարդ կարող է լսել եւ տեսնել ինչ է ասում գործող իշխանությունը եւ ինչ են ասում նրանք, ովքեր գալիս են տարբեր ձևերով, մեր ձևով, նրանց ձևով, հյուսիսի ձևով, տարբեր ձևերով գալիս են մեզ փրկելու։ Ինչ է ասում գործող իշխանությունը։ Գործող իշխանությունը փաստացի հիմնում է խաղաղություն։ Փաստացի ստեղծել է մի իրավիճակ, որտեղ ռազմական էսկալացիան, եթե չասեմ բացառվում է, ապա գոնե հասցված է մինիմումի։ Գործող իշխանությունը ասում է, որ Միացյալ Նահանգներն է երաշխիքը տարածաշրջանում անվտանգության եւ դա սին ինչ-որ բառեր չեն, այլ գործնականում նախագահի մակարդակով գալիս են եւ փաստորեն հողի վրա գործառույթն են, փոխնախագահի մակարդակով գործառույթներ են արվում, նախագահի մակարդակով փաստաթղթեր են ստորագրվում։ Գործող իշխանությունը ասում է, որ պատերազմի եւ հակամարտության էջը փակված է եւ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ընդունված սահմաններով գործելու է ինքնիշխանությունը եւ Միացյալ Նահանգները եւս այդ որպես վկա գոնե նախագահի մակարդակով այդ փաստաթուղթը ստորագրում է։ Անդիմախոսները ասում են, որ ոչ, թրիփը դա խաղաղության երաշխիք չի, հակառակը դա ռումբ է։ Անդիմախոսները ասում են, որ հակամարտությունը ավարտված չէ եւ պետք է փաստորեն շարունակվի, իհարկե չեն մանրամասնում ում գնով, ում կյանքի գնով, ինչ միջոցներով եւ այլն։ Էլ չեմ ասում, որ անդիմախոսները ասում են, որ Ռուսաստանն է տարածաշրջանում հիմնական խաղացողը, էլ չեմ ասում, որ այդ ասողները տասնամյակներով ապրել եւ արարել են Ռուսաստանում, Ռուսաստանի ներկայացուցիչներն են, Ռուսաստանը այն երկիրը չէ, որտեղի միլիարդատերը կարողանա գալ եւ հանկարծ որևէ բան ասել Հայաստանում առանց վերևից որևէ ցուցում տալու։ Ես Ռուսաստան եմ ծնվել եւ մեծացել, ես շատ լավ գիտեմ ռուս հասարակությանը, ես շատ լավ գիտեմ այն համակարգը, որով առաջնորդվում է Ռուսաստանը, եւ ես վստահ եմ, որ հնարավոր չէ Ռուսաստանում լինել միլիարդատեր
եւ լինել անկախ, լինել գոնե ազատ, հա, իր բարամթերքում, չեմ ասում գործողություններում։ Դրա համար շատ նաիվ իմ ժողովուրդը հուսամ այդքան միամիտ չի լինի եւ այս պատմական հնարավորությունը ձեռքից բաց չի թողնի։ Այս ամենը ինչ որ կատարվում է, պետք է կատարվեր առաջին հանրապետության ժամանակ, պետք է կատարվեր ուրիշ սահմաններով, ուրիշ ձևաչափով, բայց քանի որ մեր ժողովուրդը չհավատաց զարթոնքին, հանձնվեց մի անհասկանալի երևույթի, որը կոչվում էր բոլշևիզմ, եւ արդյունքում ստացավ այն, ինչին չեմ ուզում ասեմ արժանի էր, բայց երբ որ պայքարը կորում է եւ երբ որ քեզ բարության ծանոթ ձեռքը օգնության ձեռք է մեկնում եւ դու ոչ միայն չես սեղմում այդ ձեռքը, այլև անարգում ես եւ հանձնվում ես մի ուժի, որը ոչ միայն քեզ որպես միավոր չի ճանաչում, այլ դարերով, եթե հաշվում ենք 18, 19, 20 թիվ, ապա գոնե մոտ 180 տարի, մոտ 2 դար սպառնացել է քո էությանը, խոստումներով ազատության եւ հայրենիք ազատագրելու մոլուցքով քեզ ճակերտավոր ողերիմ եղբայրություն է բերել, կաթողիկոսներ է սպանել, դպրոցներ է փակել, լեզուն օգտագործել է արգելել, ժամանակ դե մամուլը այդպես որպես այդպեսին գուցե չկար, սպառնացել է եւ այլն, դու այդ ամենը եթե ընդունել ես, ուստի եւ պետք է լիներ այն զրկանքը, որը եւ կրել ես եւ որը որ հասցրել է մեզ այսօրվան։ Հիմա պատմությունը մեզ տալիս է եւս մեկ շանս։ Պատմությունը մեզ ասում է, նայ, կա աշխարհի գերտերություն, որը դեռ երկար ժամանակ հաստատ խոշոր խաղացող է մնալու։ Ինչ եմ ասում երկար, որտեղ հավերժ ոչ մի բան չկա։ Ասենք եթե 19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկիզբ ասեին, որ անգլիական կայսրությունը մայրամուտ է ապրում եւ անգլիական կայսրությունը այլևս չի լինելու գեգեմոնիան աշխարհի տիրապետությունը եւ այլն, բոլորը ասեն հիմար են այս մարդիկ։ Դե 18-րդ դարում ասեին, որ Ֆրանսիան կորցնում է իր դիրքերը եւ Ֆրանսիան չի լինելու, որտեղ ամբողջ աշխարհը քաղաքակիրթ մարդկությունը ֆրանսերեն էր խոսում եւ այսպես շարունակ, հա, հիմա նույնն էլ Ամերիկան։ Այո, Միացյալ Նահանգներն է, բայց տեսանելի ապագայում Միացյալ Նահանգներն են դեռ, ինչպես ասում են, այդ նավը լինելու, որը տանելու է։ Մենք պետք է լինենք այդ նավի հետ, մեր ձևով, մեր չափով, մեր հնարավորություններով։ Եվ էլի, այս համեմատականները ինչու եմ անցկացնում, որովհետև ինչ է տվել մեզ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները։ Ինչքան արատավոր, սկսած ռաբիս երաժշտությունից, վերջացած այդ այս սենց մարդկանցով բան, այդ սա ռուսական այսպես կոչված արժեհամակարգն է, որ ներդրվել է մեր հասարակության մեջ։ Ցանկացած արատավոր երևույթ, սկսած այլանդակ մեքենաներից, այդ նիվեկից, վերջացած այդ գողական ձևաչափով, այդ սա Ռուսաստանից է եկել։ Ես ազնվության, արդարության, քաղաքակիրթ եւ պարկեշտ հասարակություն կերտելու ոչ թե ջատագովն եմ, ես մարտիկն եմ։ Ես իմ ողջ գիտակից կյանքը պայքարել եմ նորմալ հասարակություն ունենալու համար։ Ու ես գիտեմ, որ ցանկացած հասարակություն ունի իր ամբարոյականների, իր հանցագործների, հանճարների, տկարների, հաշմանդամների եւ մնացած, հա, տոկոսները։ Հասարակությունը չի լինում։ Մենք հին Հռոմում չենք ապրում, ոչ էլ հին Աթենքում ենք ապրում, որ արատավոր երևույթներին սարից ու ձորից գցում էին ցած, չէ։ Մենք երրորդ ռեյխնե չենք, որտեղ անարգվում են մարդու հիմնարար իրավունքները եւ այսպես կոչված մաքրություններ են, մաքրման աշխատանքներ են տեղի ունենում։ Իհարկե ոչ, բայց ես ապրելով 15 տարի Միացյալ Նահանգներում, ես իմ մաշկի վրա զգալով ինչա նշանակում պետություն եւ բարեկեցություն, ինչպես է պետությունը քեզ տալիս հնարավորություն արժանապատիվ կյանք կերտելու առանց որևէ կապերի, առանց որևէ զարթուղի ճանապարհների, ես ոնց կարող եմ չկամենալ եւ չցանկանալ, որ իմ երկիրը այդ ճանապարհով գնա։ Ու եթե հայ մարդը այս երկու բաները չի կարողանում իրար հետ համեմատել ու հասկանալ որն է շիտակ, որն է կեղծ, որն է սուտ, ուրեմն մնացած բաներն էլ էական չեն։ Մնացած հարցերն էլ էական չեն, որովհետև կարծում եմ տասնամյակներով ապրելով
Իհարկե, ես հասկանում եմ, որ կիրթ լինելը շատ ավելի բարդ է։ Մենք հասարակություն ենք, որտեղ կիրթ մարդկանց ձեռ են առնում, կիրթ լինելը մի խոսքով համարյա մեղք է մեզ մոտ, որովհետև մեր բոլոր, նայ, ձեզ հայտնի մի հատ ասում ես հարուստ մարդ։ Ձեր իմացած մի հատ ասում ես Հայաստանում հարուստ մարդ, միանգամից կերպարներ ես պատկերացնում, ու ասենք Միացյալ Նահանգներում հարուստ մարդ, որ ասում են, տեսնում ես, ասենք Bill Gates-ն ես տեսնում, որ ասենք Microsoft-ը, չգիտեմ, այնտեղ Windows եւ այլն։ Ասենք նայում ես Elon Musk, մարդիկ Mars են թռնում, Լուսինը, այդ SpaceX, այդ Starlink, չգիտեմ, այսինքն գիտություն։ Ասում ես մեզ մոտ հարուստ մարդկանց կամ Steve Jobs-ը iPhone եւ հասկանում ես մարդիկ այդ միլիարդը ոնց է, ու մեզ մոտ ասում ես հարուստ մարդ։ Արատավոր երևույթներ են գալիս աչքիդ առաջ, որոնք ոչ թե կրթության հետ կապ չունեն, այլ քաղաքավարության հետ անգամ կապ չունեն։ Նրանց գաղափարներն էլ են իրենց պես, հանկարծակի հոպ, նանինայի, հասկանում ես, եւ այսպես։ Դրա համար ես ամեն օր իմ ողջ գիտակից կյանքը, մանավանդ Միացյալ Նահանգներում, որ եկել եմ ուսանելու, ես ամեն օր պայքարել եմ, որ իմ երկիրն ու ժողովուրդը կանգնեն ճիշտ ճանապարհի վրա։ Իսկ այդ ճիշտ ճանապարհը չի լինում անվճար։ Ես հիմա ուղիղ տեքստով չեմ կարող ասեմ, դե կարող անգամ արգելափակեն, բայց խելոք մարդիկ կհասկանան ինչ եմ ասում։ Այդ զրկանքը եւ այդ գինը, այդ ահավոր գինը, որ վճարել է իմ ժողովուրդը, հենց այդ գինն է, որ պիտի հասցնի բարեկեցության, ճիշտ ճանապարհի, քաղաքակիրթ աշխարհ մուտք գործելու գինն է, որ մենք վճարել ենք։ Դուք հասկանում եք, ես որ գնի մասն եմ խոսում։ Եվ այդ գինը վճարելուց հետո այս բոլոր հնարավորություններից, խոսքերից, ստորագրված փաստաթղթերից հետո, եթե իմ ժողովուրդը էլի կգալարվի այդ փոսը, այդ կեղտաջրի մեջ, որտեղ ոչ թե խոսքի ազատություն չկա, որտեղ ոչ թե որևէ ազատություն ընդհանրապես չկա, այլ հերիք չէ, թույն ու թարախ է այդ փոսի մեջ, թե էլի կընկնի այդ փոսի մեջ։ Ուրեմն ապարդյուն է այն պայքարը, որ տարվել է, այն նահատակները, որոնք ընկել են, զոհերն ու զրկանքները, որ եղել է ու տեսել ենք, ուրեմն այդ ամեն ինչը ապարդյուն է։ Հիմա ամեն մեկը թող իր համար դատողություն անի։ Հասարակ բան, նայեք, ես Միացյալ Նահանգներում եմ ապրում, հա։ Ես աշխատում եմ Միացյալ Նահանգներում, ես ղեկավարում եմ մեդիա Միացյալ Նահանգներում ու ես տեսնում եմ մեր համայնքի հնարավորությունները։ Քանի ալիք է գործում, քանի թերթ է գործում, քանի ռադիոկայան է գործում, ինչ բիզնեսներ են գործում, ինչ հաստատություններ, բայց զուտ ազատության մասին, հա, զուտ մեդիայի առումով, ես այդ բնագավառին եմ մոտ, դրա համար այդ բնագավառից կարող եմ խոսել։ Քանի հայկական հեռուստատեսություն կա Ռուսաստանում։ Քանի հայալեզու ռադիոկայան կա 1 միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն Ռուսաստանում, որ հայ ունի, հայ համայնք ունի, այսպես կոչված, որ Պեսկովը ասում է, в России живет намного больше, живут несколько миллионов армян, по-моему, даже больше, чем в самой Армении։ Չէ, ինքը ասեց, որ ավելի շատ է ապրում, օքեյ։ Այդ լրագրողներից մեկը, եթե կը տեսակի լրագրող չի, իսկ չի կարող ընդ ուրիշ ձևի լրագրող լինել եւ հարց տալ։ Բայց չի հարցնում տավարիշ Պիսկով։ Ինչի չկան հայկահայալեզու մեդիաներ, ինչու չկա ֆեդերալ հեռարձակմամբ հեռուստաալիք, ռադիոկայան, ինչի չկա։ Կարիերայի համար, ինչի յանազգաունները հիմնականում փոխվում են, ով են դառնում, դարպես եթե դարերով է եկել, նոր բան չի։ Եթե չկա ազգային հարց, եթե չկա բան, զրկանքներ, ինչ-որ կամ ձևաչափ, որ էսի կարելի է, այդի չի կարելի։ Քանի հատ ընդդիմադիր ալիք կա Ռուսաստանում, որ գործում է։ Քանի ֆեդերալ հաղորդաշար կա, որտեղ օրինակ համարձակվում են ասել, որ Կրեմլի վարած քաղաքականությունը սխալ է։ Ամերիկային ասում են սանձարձակ լկտի այլանդակ երկիր է, այդ բռնապետության մեջ ապրող
մարդիկ, ովքեր պիտի անպայման գողապետական խաղի կանոններին ենթարկվեն, տենց հարցեր են տալի, որ մի խոսքով վատա վիճակը եւ այլն եւ այլն։ Քանի ալիք է այստեղ Տրամպին ծաղրում, ձեռառնում, պարոդիան անում, Մելանիային նմանակում, то չգիտեմ ինչեր անում, եք Տրամպը նախագահը չի կամ որևէ մեկին ես պաշտպանելու որևէ շահագրգռվածություն չունեմ, բայց ես ասում եմ ազատությունը հենց այդ է, որ մարդիկ մեդիան խոսի եւ արարի ու ասի, անգամ եթե սխալվի, ասի իր տեսակետը, ոչ թե ջարդելով, փշրելով ալիքներ փակեն, լրագրողներ խոշտանգվեն, գնդակահարվեն, ეხը Մոսկվին փակվի, Վենեդիկտովին լարեն, դոժդը ջարդեն փշրեն ու էլի շատ ու շատ այլ մեդիաներ, հիմա անգամ համեմատելն է ավելորդ, ցույց անել չի կարելի, մեզ մոտ Փաշինյանի տուն-տեղ ինչ ասես ցույց են տալի, ինչ ասես խոսում են, էլի սխալ բաներ է անում, պարոն Փաշինյան, ես հասկանում եմ ազատությունը, ես դա հասկանում եմ եւ դա գնահատում եմ, բայց ասենք վստահ եմ դուք էլ եք տեսնում ձեր դստեր վիդեոները, Աննա Հակոբյանի նկարները եւ բաները, օրինակ իմ կարծիքով բաներ կա, որ պիտի տենց չլինի, okay, ես չեմ համակարծիք չեմ այդ բանի հետ ու ավելի շատ նեգատիվ է լինում արձագանքը, քան թե պոզիտիվ, հիմա ես չգիտեմ նպատակը որն է, բայց ըստ էության, բայց ես էլի ազատության կողմնակից եմ, թող լինի ավելի լավ տեսնեն, ասեն, խոսան, քննարկեն, քան թե որ ոչի բան չգիտենք, բան սա տակից անեն։ Մի խոսքով, լավ, ես գնում եմ ձայնագրության, եւ հիմնական մեսեջը ես ուզում ասել, ես վստահ եմ, որ այն ինչ որ տեղի ունեցավ փետրվարի 9-ին, դա պատմական իրադարձություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ ես հույս ունեմ, որ իմ ժողովուրդը, ով որ հուսամ ես դարերից հասկացել է մի բան, որ ինչքան կայսրությունից հեռու, ինչքան քեզ անդադար տակից քանդող ուժից հեռու, այդքան լավ։ Իսկ այդ լավի համար ինչա պետք։ Այդ լավի համար պետքա որ քեզ սպառնալիք չլինի։ Խելոք ժողովուրդը տենց անում, մենք ոչ մեկ այդ խնդրեմ չունենք։ Մանավանդ այն ամենից հետո ինչ որ եղել է։ Հասկանում ես։ Մանավանդ այդ ամենից հետո ինչ որ եղել է։ Սա երևի երկրորդ հատված կունենա ձայնագրությունից հետո, եթե ազատ ժամանակ ունենամ, էլի որոշ մտքեր կբարձրացնեմ եթերում, բաժանորդագրվեք ալիքին, եւ այսքանը կհանդիպենք, լավ եղեք։